մեզ լավ չեն ընդունում։ Ես շատ լավ հասկանում եմ, հայ ժողովուրդը միշտ էլ դժվարության ժամին միամորվել է, միասին է եղել։ Ես մի դեպք եմ հիշել, ու հիմա ուզում եմ պատմել։ Իմ ամուսինս ասաց, որ խորհրդային տարիներին օրենք է եղել, սակայն թուրքը թե խորհրդային տարիներին, թե մնացած տարիներին մնացել է թուրք։ 1967 թվականին թուրքը, որ քիվայություն էր անում մի հայ ընտանիքի հետ, ինչ-որ մի մերժում ստանալով նրան տիկնոջից, որոշում է վրեժ հանել, և նա վերցնում է նրա 12-ամյա տղային, տանում անտառում իր վարորդի հետ մորթում, խորովածի նման սոխի հետ բաստուրմա անում և գալիս նրանց հետ ստում փնտրել որդուն։ Դա եղել է Բերթաշեն գյուղում։ Ուրեմն արդեն գտել են, որ այդ թուրքն է եղել թաղման ժամանակ, ոստիկանները թաղումից հետո լուր մոտեցել են և այդ թուրքին բռնել։ Մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում, որ Ղարաբաղում անկարգություններ են կատարվում։ Դա տեղի ունեցել Ստեփանակերտի կենտրոնում դատարանում։ Դատարանը որոշել է 8 տարի ժամկետով այդ մորթողին նստեցնել թուրքին։ Դա պատիվ չէր քաղաքի տղաների և ժողովրդի համար։ Մեր քաղաքում զորամաստ կար, որտեղ շատ գյումրեցիներ էին ծառայում։ Տղաները դիմեցին այդ գյումրեցիներին, ես դա կյանքում չեմ մոռանում։ Եվ միասին դատից հետո նրանցից ստանալով ավտոմատներ, միասին հարձակվեցին և վառեցին այն մեքենան, որտեղ գտնվում էին այդ ոճրագործները։ Վառեցին քաղաքի կենտրոնում։ Կարող է գյումրեցիներից մեծահասակները հիշեն, որովհետև դրանցից հետո համարյա 100 հոգի դատվեցին հայեր։ Նույնիսկ այդ տղայի հայրը 3 հոգու ուրեմն գնդակահարություն տվեցին Ստեփանակերտ քաղաքից, որոնք բոլորն էլ իմ հարևաններն էին։ Ու այդպես թուրքը միշտ մնում է թուրք, և հայը միշտ էլ բարեկամ է։ Պատահում է այդպիսիները, որ շեղվում են, երևի գնալով նրանք էլ կհասկանան և միասին կպայքարեն մեր Հայաստանը շենացնելու համար։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, շնորհակալություն հայտնել այս ֆիլմի ստեղծողներին, սա հնարավորություն է, որ մենք մեր ընդհանրական պատկերով Արցախը կենդանի պահենք։ Հակիրճ կասեմ, որովհետև ես իմ առջև նպատակ եմ դրել գործերով կենդանի պահել Արցախը, ինչ որ ես եմ կարող անել, գրել հոդված կամ ընդհանրապես խոսել Արցախի մասին։ Գիտեք, արցախցիները միշտ քայլել են հայերի հետ, Հայաստանի հետ, ու մենք միշտ էլ կքայլենք Հայաստանի հետ, ու մենք այստեղ մեր տանն ենք։ Դա ֆիլմի միտքը չէ, դա ֆիլմում չի ակնկալվում, չի ակնարկվում, խնդրում եմ հիշեք, Արցախն ու Հայաստանը մայր ու հայր են, ձեդո ու բաբո։ Մտածելով, որ գալու եմ Գյումրի, մտածում էի ինչ կուզեմ ձեզ ասել։ Առաջինը ուզում եմ ասել, որ չգիտեմ, յուրահատուկ սիրում եմ ես քաղաքը ու ձեզ։ Մտածում եմ, որ դուք մեզ նման կռո եք, ու չգիտեմ։ Բայց անընդհատ իմ մտքում երկու հարց էր, որ ուզում եմ տամ ձեզ։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրը ձեզ հարցնի։ Մինչ ուր դուք կարող եք նվաստանալ, որ պատերազմ չլինի։ Ամեն մեկս։ Մենք պատրաստ ենք պատերազմի։ Մենք չենք նվաստանում, բոլորս Ապրեք։ Ապրեք։
Ես անցած 4 պատերազմ եմ անցել ու հայ պատիվը պահելու համար ես պատերազմից չեմ վախենում։ Ինձ համար ավելի ահավոր է տեսնել հայ, որ չունի պատիվ։ Ու երկրորդ հարցը, որ իրոք ցավոք ես ռուսական դպրոց էի գնացել, հայոց պատմություն չեմ անցել, ինձ հետաքրքիր է Հայաստանում կա մի քառակուսի մետր հողամաս, որը թուրքը հային առանց արյուն կապելու նվիրել է։ Այս բան կա։ Բա ինչու՞ է տղաների արյունը ջուր է։ Ոչ։ Այդ ո՞նց է ստացվում, որ մենք թույլ ենք տալիս միած ստորագրության փողը։ Դե Նիկոլին մենք ենք։ Ես քաղաքում չկա թույլ տվող, ես քաղաքում մենակ պայքարողներն են, քաղաքապետի գլխավորությամբ։ Հուսամ որ ախիորին է դերևը։ Իշխանացած որպես գնդեցի, նաև որպես տարիներ շարունակ պայքարի մեջ եղած մարդ, ձեզ հավաստիացնում եմ, որ Գյումրին կոտրել է վախի ու անտարբերության մթնոլորտը, անկախ ամեն ինչից, անկախ ձեռնարկատվություններից եւ անկախ այն ճնշումներից, որոնք իրականացնում են մեր քաղաքի հանդեպ, մեր քաղաքը պատրաստ է պայքարի եւ միշտ եղել է պատրաստ։ Այսօր մեր սրբազանը, Աստված օգնական սրբազան, որը ինքը կալանքի տակ է, Աստված օգնական։ Ուզում եմ, որ ոսկե փոխանցել մեր սրբազանին մենք բոլորս ձեր կողքին ենք, մեր քաղաքապետը, պարոն Վարդան Անկասյանը, ինքս կալանքի տակ է, բայց իրենք երկուսն էլ մեզ միշտ օրնորել են պայքարել եւ հանուն հայրենիքի ոչինչ չխնայել եւ մենք հենց այդպես էլ անելու ենք։ Շնորհակալություն։ Հավիճի ճիշտ ասած մենք ունենք արձագանք